Կեղծեցին, ձայները գողացան, առնվազն այդպես են գոռում որոշ շրջանակներ, հիմքում էլ դնելով այն, որ ԿԸՀ կայքում ու 2000 տեղամասերից մի քանիսի արձանագրություններում որոշ կուսակցությունների թվեր մի քանի 100 ձայնով տարբեր են։ Այսպիսով, տեղամասերում հաշվում են քվեները ու կազմում արձանագրություններ։ Այդ արձանագրությունների տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր 8 անդամները, որոնցից ուղիղ կեսը 4 հոգին նշանակված են ընդդիմությունից։ Առ այս պահ չի գտնվել գոնե մի տեղամաս, որտեղ այդ արձանագրություններում գրված թիվը կեղծ լինի։ Ճիշտ թվերով այդ արձանագրությունների կնքված քաղվածքներ էլ ստացել են բոլոր կուսակցությունները։ Բայց դեպքում ի՞նչն է սխալ։ Ասեմ, ընտրություններից ամենչապես հետո այդ արձանագրությունները բերվում են ընտրատարածքային հանձնաժողովներ, որտեղ օպերատորի կողմից ձեռքով բոլոր թվերը մուտքագրվում են համակարգ ու հրապարակվում են, որ բոլորս արագ տեսնենք ընտրությունների նախնական արդյունքները։ Գիշերը չքնած օպերատորը, իհարկե, կարող է սխալվել, պատահում է։ Դրա համար բոլոր մուտքագրված թվերը հետո անկախ բողոքի առկայությունից կամ բացակայությունից ստուգվում են։ Ոչ մեկ երբեք հույսը չի դրել նրա վրա, որ գիշերը չքնած օպերատորը ճիշտ է մուտքագրելու բոլոր թվերը։ Ամբողջը ստուգվում է հանձնաժողովների ստորագրած արձանագրությունների թվերի հետ։ Այդ ստուգումներն ու ճշգրտումները անելուց հետո մոտ մի շաբաթից նոր հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները։ Դրանցում արդեն բոլոր թվերը համապատասխանում են արձանագրությունների թվերին։ Արձանագրությունների, որոնցից յուրաքանչյուրի տակ դրված 8 ստորագրություններից 4-ը ընդդիմության նշանակած հանձնաժողովի անդամներն են։ Այսպիսի խնդիրներ միշտ էլ եղել են։ 21 թվականի ընտրություններում էլ առնվազն 14 տեղամասերի թվերի հետ այսպիսի խնդիր կար, որը բնականաբար լուծվեց։ Պարզապես այս անգամ բոլորի ուշադրությունը ավելի սրված է, քան որ մի քանի 100 քվեով է որոշվելու ԲՀԿ-ի ընտրվել-չընտրվելու հարցը։ Ու հա, քանի որ այս անգամ որոշ լոմեր որոշել են հիմնավորել Մարիա Զախարովայի ասածը, թե իբր Հայաստանի ընտրությունները կեղծվել են։ Լոմը FSB-ի տերմինաբանությամբ, եթե տեղյակ չեք, հանրային կարծիքի առաջատարն է։